մենք պիտի որ ուղիղ եթերում լինենք։ Արդեն։ Եթե տեխնիկան չի խափում, մենք ուղիղ եթերում ենք, բայց մենք կստուգենք նրան կասկածամիտներս։ Եթերը եթերում ենք, հիմա տեսնենք արդյոք մեզ լսում և տեսնում են մեր հետևորդները։ Ամենայն հավանականությամբ վերջ և տեսնում են, և լսում են։ Ձայնը ցածրացնեմ, որ մենք մեզ չխանգարենք, այո։ Այ հիմա ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն սիրելի Իրինա, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պետք է խոստովանել, որ մեր այս հանդիպումը տևական ժամանակ այսպես պլանավորվում և հետաձգվում էր տարբեր պատճառներով, բայց այս հանդիպումը պիտի տեղի ունենար, որովհետև UNICEF-ի գործունեության շրջանակներում, իսկ դա պիտի հասկանանք, որ ամբողջ Հայաստանը չէ կամ ամբողջ առողջապահության համակարգը չէ, այսինքն այնինչ տեսել եմ և հասցրել եմ տեսնել ես տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, կարմիր գծով միշտ անցել է մի խնդիր, որը համենայն դեպս գրավել է իմ և գործընկերներիս ուշադրությունը, այն է տարաբնույթ առողջապահական և զարգացման խնդիրների ուշացած հայտնաբերումը։ Եվ թե ինչով է սպառնում տարաբնույթ ախտորոշումների ուշանալը, ինչ ենք շահում մենք ծնողներս և ինչ է շահում առհասարակ առողջապահական համակարգը, երբ խնդիրները ախտորոշվում են ժամանակին, այս բոլոր բարդ, բայց նաև կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին զրուցելու ենք Արբես կենտրոնի զարգացման մանկաբուժության ծառայության ղեկավար Իրինա Թովմասյանի հետ։ Եթե դուք ունեք հարցեր, եթե թեման ձեզ հետաքրքրում է, կարող եք գրել կոմենտներում, անպայման դրանք կընթերցենք, իսկ մինչ այդ ես ունեմ 1000 ու մի հարց, անցնենք գործի։ Ձեզ շնորհակալություն հրավերքի համար։ Իրինա, երևի թե սկսենք զարգացման մանկաբույժ հասկացությունը բացատրելուց, լավ, որովհետև մանկաբույժ, այսպես է, նեոնատոլոգ, մի քիչ ենք հասցրել արդեն հաշտվել և ծանոթանալ այս հասկացության հետ, ով է զարգացման մանկաբույժը։ Զարգացման մանկաբուժությունը դա գրեթե ամենանոր ճյուղերից է, առաջին մասնագետները վերապատրաստում անցել են ԱՄՆ-ում, առաջի, այսինքն 2003 թվականին են դարձել մասնագետ, պատկերացնեք, չէ՞, մոտ իհարկե ինքը մոտ 100 տարվա պատմություն ունի, բայց կոնկրետ որ մասնագիտացում կայանա 2003 թվականից, մեր մոտավորապես 2023 թվականից արդեն կա արձինատուրա, բայց 1 տարվա, ԱՄՆ-ում դա 3 տարի է զարգացման մանկաբուժության ոլորտում, այսինքն ինքը ընդհանուր մանկաբուժության մի ճյուղ է ու գալիս է հարստացնելու հենց ընդհանուր մանկաբուժությունը, օգնի ընդհանուր մանկաբուժությանը։ Եթե հարցնեք, թե ինչով է զբաղվում զարգացման մանկաբուժությունը, պետք է նայեք, թե ինչ է ուսումնասիրում երեխայի զարգացումը մտավոր, սոցիալական, շարժողական, հաղորդակցման ոլորտներում, ու մենք դրա համար մեր ամբողջ աշխատանքը պտտվում է այդ ոլորտների շուրջ՝ շարժողական, մտավոր զարգացում, սոցիալական, հաղորդակցում, զգայական ոլորտ ու խոսք այդ ամեն ինչի վերջում խոսքն է գալիս, ու բացի դրանից զարգացման մանկաբուժությունը նաև էլի հետաքրքիր ճյուղեր ունի, դա քունն է, զարգացման մանկաբույժները կատարում են քնի կոնսուլտացիաներ, օրինակ երեխան գիշերը մի քանի անգամ արթնանում է, այդպիսի քնի պրոտոկոլներ է լրացվում, կոնսուլտացիաներ է արվում, մենք նայում ենք բացի դրանից նաև նյարդաբանություն, լսողություն, տեսողություն, բայց ոչ թե որպես նյարդաբանի տեսանկյունից, այլ ինչպես ունի այս նյարդաբանական խնդիրը կամ ունի այս լսողության խնդիրը, դա ոնց է անդրադառնում զարգացման մնացած ոլորտների վրա։ Ու հիմնական հիմնահարցերն են, դա արդյոք դա բնություն է, թե ժառանգություն, ինչպես են իրենք համագործակցում տարբեր էտապների, արդյոք երեխայի զարգացումը անցնում է որոշակի էտապներով ու երեխայի զարգացման լայն սահմանները յուրաքանչյուր ոլորտում, այսինքն վերցվում է, որ յուրաքանչյուր ոլորտ ունի շատ մեծ նորմայի, այսպես կոչված, սահմաններ, օրինակ մենք հասակը, եթե վերցնենք տեսանելին, ասում ենք, մեկը մի քիչ կարճ է, մեկը մի քիչ, դա նորմալ ենք, չէ՞ համարել, բայց դրանից ավել մեծ տարբերություն կա յուրաքանչյուր ոլորտում, երեխա կա 8 ամսականում է քայլում, երեխա կա 18 ամսականում նոր քայլում է, դա ժամանակային, բայց մենք նայում ենք նաև որակային, այսինքն երեխան կարող է
18 ամսականում սկսի քայլել, ասենք լավ, դա նորմալ է, բայց ինքը ունենա նյարդաբանական խնդիրներ, որոնք բերեն որակական շարժողական խնդիրներ։ Այ դրանով զբաղվում զարգացման մանկաբուժությունը։ Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ մարզային այցերից մեկի ժամանակ Վայոց ձորում, այո, ցավոք համայնքը թռավ մտքիցս, բայց հետաքրքիրը որն էր, որ ես այդ ժամանակ կարծես առաջին անգամ պատահեցի, բախվեցի նման իրողության, երբ ծնողը խոսում էր ձեզ հետ, առաջին պլան բերելով այն հանգամանքը, որ երեխան զուտ խոսքի հապաղում ունի, որ ընտանիքում այո կան եղել են անդամներ, որոնք նույնպես ուշ են սկսել խոսել, բայց ինչն էր ինձ համար զարմանալի ու հենց այդ ժամանակ գաղափարը ծնվեց, որ մենք մի օր պիտի հանդիպենք, որ չեղավ այնպես, որ դուք հենց միայն կապեցիք եւ պարզվեց ընդհանրապես մի քանի րոպեեր անհրաժեշտ հասկանալու համար, որ երեխայի խնդիրը բացառապես խոսքի հապաղման հետ կապված չէ, այսինքն կար զարգացման խնդիր, որի դրսևորումներից մեկը խոսքի հապաղումն էր։ Կարող ենք ասել, որ ես հիմա սա արդեն չեմ կապում մեր այդ հանդիպման հետ, այլ պարզապես որպես քաղաքացի, շարքային տղամարդ, 3 երեխաների հայր, կոլեգա շատ մարդկանց, ես հաճախ եմ տեսնում, որ խոսքի հապաղումը շատ հաճախ ծնողները հենց միայն որպես խոսքի հապաղում էլ դիտարկում են։ Արդյոք սա ամենատարածված ջրումբռնումներից մեկն է։ Զարգացման իմաստով այո, խոսքի զարգացումը ընդհանրապես երբ որ ես նոր էի վերապատրաստում անցել, իմ համար մտավոր ոլորտն էր ամենակարևորը ու ամեն ինչը իմ մոտ շրջվում էր մտավոր ոլորտի շուրջ, հետո որ սկսեցի նայել այլ խնդիրներով, այսինքն սոցիալական հաղորդակցումով հասկացա, որ ամեն ինչի արդյունքում տուժում է խոսքը։ Հա? Ինչ է տակրկիր է։ Դե հա, եթե ունեք անգամ շարժողական խնդիրների դեպքում, եթե հատկապես ծանր են, տուժում է խոսքը, հատկապես արտաբերում, արտասանությունը, իսկ մտավոր զարգացման հապաղման դեպքում հատկապես սոցիալական հաղորդակցման խնդիրների դեպքում տուժում է խոսքը։ Եվ եթե որևիցե լսողության պատճառով կարող ենք ասել, որ խոսքը առաջնային տուժում է, ու երբ որ խոսքը ծնողները դիմում են խոսքի զարգացման հապաղման հարցով, շատ հաճախ, հատկապես փոքր տարիքում իրենքում չեն պատկերացնում այլ խնդիրները։ Ինչի պատճառով կարող է լինել։ Հա, ինչքան մեծանում բա, պարզ ավելի ակնհայտ է դառնում, որ կարող է ուրիշ խնդիր է, հատկապես երբ որ երեխաները սկսում են հաճախել մանկապարտեզ, դպրոց, արդեն այլ խնդիրներ են, օրինակ ուսումնական խնդիրներ են առաջ գալիս կամ երեխաների շփման խնդիր են մանկապարտեզում հայտ գալիս, բայց առաջին նշանը հենց նաև մտավոր զարգացման հապաղման եւ սոցիալական հաղորդակցման եւ լսողության խնդիրների դա հենց խոսքն է։ Կարծեմ այդ երեխան մտավոր զարգացման խնդիրներ ուներ, չէ՞, ոչ թե շփման։ Նույնիսկ այն ամենատարական տեստը, ես հիշում եմ դուք դա բարձրաձայն նաև քննարկում էիք հետո, այդ մի քանի տեստերը, որոնք նախատեսված էին եւ այդ տարիքում, եթե չեմ սխալվում, 5 տարեկան երեխայի մասին է խոսքը, այո, նույնիսկ այդ տարեկան տեստերը նա մեծ դժվարությամբ էր կամ կատարում էր կամ չէր կատարում, բայց մայրը շարունակում էր պնդել, որ մենք որևէ խնդիր չունենք, խնդիրը միայն խոսքի հապաղման մեջ է։ Հա, տեստերը իրենք իհարկե մեր գործիքները գնահատման դրանք տեստերն են, որի հիմքում ընկած են զարգացման նշաձողերը, այսինքն տրվում է ինչ-որ ֆունկցիոնալ հմտության ձեռք բերելու համար 1 տարիք, երբ որ դու դա չես հաղթահարում, դա ոնց որ ռիսկ է համարվում զարգացման համար։ Օրինակ, ազատ նստելը, ազատ քայլելը, չոչելը դա շարժողական, առաջին 5 բառը խոսքի ոլորտում, արդյոք երեխան ըստ ֆունկցիայի առարկան օգտագործում է, գթալը տանում է բերանը, դա մտավոր զարգացման ոլորտում, այսինքն ամեն ոլորտի համար ստեղծված են զարգացման նշաձողեր, իհարկե շատ փորձված զարգացման մանկաբույժները դրան դա այդ նշաձողերը չեն սիրում, որովհետև ոնց որ երեխայի զարգացումը դնում է ինչ-որ կաղապարի մեջ, բայց դա դու կարող ես անել, եթե արդեն շատ այսինքն վերի մակարդակ ես հասել ու այդ ստանդարտացված այդ գործիքային տեստավորումը ունես, բայց կարող ես դա մեկնաբանել արդեն ավելի ազատ, քան երբ որ նոր ես սկսում աշխատանքը եւ բոլոր տեստավորումները նաեւ դրա մասին երևի կխոսենք զարգացման սկրինինգների հիմքում ընկած են այդ զարգացման նշաձողերը
դրա հիման վրա են դրվում ինչ որ խնդիրների առկայությունը կամ բացակայությունը։ Ես հասկանում եմ, որ մենք բոլոր հիվանդությունների մասին, բոլոր խնդիրների մասին այսօր բնականաբար չենք հասնելու խոսել, բայց քանի որ խոսք բառը ինչքան հնչեց արդեն, բայց քանի որ սկսեցինք խոսել, որտեղ ամենակարևորն է, բայց քանի որ սկսեցինք դրանից եւ դուք պնդում եք, որ տարաբնույթ զարգացման խնդիրներ այս կամ այն կերպ անդրադառնում են խոսքի վրա, ուղղակի փակենք այս թեման, փորձելով մատնանշել մի քանի գործոն, որոնց արկայությունը նկատելու դեպքում ծնողը պիտի հասկանա, որ խնդիրը միայն խոսքը չէ։ Հա, ես կարող եմ յուրաքանչյուր ոլորտի համար 1-2 այդպիսի կարմիր դրոշակներ նշել։ Շարժողականը, եթե 18-21 ամսականում հստակ չի քայլում, եթե 3 ամսականում սոցիալական ժպիտ երեխային որ նայում ես, ինքը ժպտում է, չէ՞, ի պատասխան, հետո նոր է սկսում է բարձր ձայնով ծիծաղը, եթե 9-12 ամսականում երեխան անվանը չի արձագանքում, եթե մինչև 2 տարեկան չի մատնանշում, այդ լավ դրա մասին հետո եթե ժամանակ մենակ կխոսեն, եթե 1.5 տարեկան երեխան, հիմա խոսքն է, եթե 1.5 տարեկան երեխան բառապաշարում 5 բառից պակաս բառ ունի, ու դրանք ֆունկցիոնալ բառեր պետք է լինեն, ոչ թե մամա, պարզապես պապա, բայց ճիշտ իրավիճակում ընդ որում մենք դայլաբար համարվում, եթե օրինակ ջրին ասում է տու, բայց միշտ պիտի ասի տու, եթե նրա բառապաշարում ջուրը տուն է, ուրեմն մենք գիտենք որ նա այդ բառը ունի։ Դրանք անգլերեն կոչվում են word approximation, այսինքն բառային նմանակումներ, դրանք բառ են համարվում։ Ու եթե 2 տարեկանում չունի 2 բառանոց նախադասություններ, դրանք բոլորը սա խոսքի վերաբերյալ կարմիր դրոշներ են, իսկ մատնանշելը, սոցիալական ժպիտը եւ անվան արձագանքելը դա արդեն սոցիալական հաղորդակցություն է, հա, իսկ պարզապես նստելը, չոչելը, հա, դա արդեն խոշոր շարժողական ոլորտն է։ Նուրբ շարժողական ոլորտից կարող եմ նշել, եթե 6 ամսականում ձեռքից ձեռք չի փոխանցում, հա, խաղալիք պետք է դիտի որ այդ շրջական խաղալիքը, ասենք օրինակ այդ տալիս ես ու նա մի ձեռքից մյուսը տեղափոխելու հմտությունը չունի։ Կամ ասիմետրիաներն եք նայում, որ մի ձեռքով է միշտ վերցնում։ Փաստորեն, եթե պայմանականորեն ունես 2 տարեկան երեխա, որը չի խոսում, Եվ եթե քեզ կողքից անընդհատ պնդում են, որ ամեն ինչ նորմալ է, չգիտեմ, հորեղբայրն էլ չի խոսել, հայրիկը դու չէիր խոսում 2 տարեկանում, բայց դու մի բառ ռետրոսպեկտիվ նայում ես հետ եւ ֆիքսում ես, որ վերը թվարկած գործողությունները նույնպես բացակայել են քո երեխայի, հա, այսպես երկամյա կյանքից, սրանք արդեն իսկ ահազանգ են, որ իհարկե ես հասկանում եմ, որ ահազանգ է ցանկացած բaragայում, այսինքն նստել ու սպասել, որ 2 տարեկան երեխան, որը ոչ մի բառ եւ հնչյուն չունի, եւ նստել մտածել մի րոպե 3 ամսականում արդյոք նա ժպտում էր, երևի սա իմաստը բացարձակ չկա, այսինքն սա մի անգամայն ներողություն նշան է, որ պետք է դիմել մասնագետին։ Տեսեք, ու կարող է ինչ-որ փոքր օգնության կարիք ունի, օրինակ երեխան անընդհատ էկրանների դիմաց, որը բերում է խոսքի զարգացման հապաղման, որը բերում է շփման խնդիրներ, դե շփման դժվարությունների, կարող է դու դա խորհուրդ տաս ծնողը շտկի ու դրանից հետո կամ շփումը ապահովի երեխաների հետ։ Օրինակ, ես սիրում եմ 2 տարեկանները, երբ որ 4-5 տարեկանների հետ են շփվում, նրանք քանի որ շատ ներգրավում են։ Այդ տարիքի երեխաները իրար հետ քիչ են խաղում, բայց այն 4, 5, 6 ու դրա համար է իրենք հենց լավ լեզու են գտնում հենց այդ նախադպրոցական տարիքի երեխաներ։ Կարող է այդպեսի պարզ խորհուրդներ տաս ու երեխայի խոսքը ոնց որ դու այդ ստարտը տաս, որ ինքը առաջ գնա, կամ կարող է դու մտածես, այսինքն կասկածես, որ երեխայի մոտ լսողության խնդիր կա, ես մի հատ օրինակ բերեմ, մի հատ երեխա էր եկել 3.5 տարեկան, գնահատեցի շատ խելացի երեխա, շփման մեջ որևիցե խնդիր չուներ, բոլոր այնքան ժեստեր ուներ, իսկ դրանք ոչ խոսքային կոմունիկացիայի ձևերն են, խոսքի փոխարինողներ են, հա, այդ ամեն ինչը ցույց տվեց, բայց նկատում եմ մաման ժեստերով է խոսում երեխայի հետ։ Ու երեխան դե մտավորն էլ լավ զարգացած է ոլորտը, ամեն ինչը հասկանում է, դե կասկածեցի լսողության խնդիր, ուղարկեցի ու ընդ որում ասեցի հերթին մի սպասեք, շատ արագ գրանցրեք ու գնացեք լսողության գնահատման, հետո լսողության գնահատման կենտրոնից զանգահարել են,
ասում են իրա ինչի է այդքան այդ 3.5 տարեկան երեխա հասցրել այդ երեխային այդ տարիքին ինչի շուտ չեն դիմի, ասում եմ առաջի անգամ եմ իմ մոտ դուրս պարզվեց որ երեխան ընդհանրապես չի լսում։ Պատկերացնեք ինքը իր մտավոր այսինքն կարդում է ձեզ ոչ վերբալ ձեր բոլոր գեստիկան բաները ժեստերը կարդում է ու որոշակի մակարդակով հասկանում է ձեր ուզածը, հա ու դա կատարում է, պլյուս ծնողն է իրան ժեստերով օգնում ու դրա համար ստեղծվում է փաստորեն ինչ-որ կեղծ տպավորություն, որ կոմունիկացիան լիարժեք է կա ու լսում է երեխան։ Իմիջիալոց լավ հաղորդակցման ունակություններով երեխաները, որոնք ունեն լսողության խնդիր, իրենք այդ իրանց ունակություններով կոմպենսացնում են, որովհետև նույն հաջողությամբ ես հիշում եմ, որ Գեղարքունիքի գյուղերից մեկում էլի հերթական հանդիպման ժամանակ ես ապշել էի ու ես չէի կարողանում հավատալ 3 տարեկան պատմություններ այն մասին, որ 3 տարեկանում բացահայտվել է, որ երեխան ծանրալսություն ունի։ Ու ես մտածում եմ Տեր Աստված ոնց Այս որ իրականության մեջ ենք ապրում, որ 3 տարեկանում նոր դա պիտի բացահայտվեր։ Այսինքն մինչև այդ երեխայի անվանը շրջվելը, հա, անվանը արձագանքելը եւ բոլոր այս տեսակի այլ բաները, որոնք վկայում են, որ երեխան լսողություն ունի, միթե արի մասը այս դեպքում աչք չեն ծակել։ Բայց փաստորեն հնարավոր է նաև այդպես։ Երեխան ինձ թվում է դա ձեռքբերովի է եղել, ինքը հաճախ հիվանդացել է օտիտներով։ Այսինքն ինչ որ մի ժամանակ նա լսել է, հետո հավանական է որ գնացել է բարձրացման։ Մեծ հավանական է որ Դուք հետաքրքիր մի բան ասացիք ու ինձ թվում է ես կանխագուշակում եմ թե շարունակությունը ինչ պետք է լիներ, որ եթե ժամանակին այցը, հա, այսպես չի ուշացվում, հավանական է որ ընդամենը 1-2 փոքրիկ շտկում եւ խնդիրը ինքնաբերաբար սկսի լուծվել եւ երևի թե դրան հակառակ Եթե խնդիրը շատ փոքր է ու այն կարելի է 1-2 պրոֆիլակտիկ միջամտություններով լուծել, բայց այցը մասնագետին այդպես էլ չի լինում տվյալ խնդրով, այդ խնդիրը կարող է խորանալ, բարդանալ եւ այլևս որոշ ժամանակ հետո կամ չի ենթարկվել փոփոխության, կամ ել ավելի պարզապես ավելի բարդ ու երկարատև ժամանակ պահանջի խնդիրը լուծելու համար։ Հաճախ եք սրան բախվում։ Շատ Չնայած հիմա ծնողները ինչն է լավացել, ծնողները շատ գիտակից են դարձել, ակտիվ մասնակցում են երեխայի համ այդ զարգացման հարցերի, այսինքն հետաքրքրվում են այդ հարցերով, շատ բավականին արագ նկատում են խնդիրները, բայց երբեմն տեսնում ես, որ ծնողները հասկացան, բայց չեն ընդունում, բայց դա նորմալ է, որ սկզբից իրենց շատ դժվար է այդ խնդիրը, հա, որ երեխան կարող է ինչ-որ որևիցե խնդիր ունենա, որևիցե ոլորտում, դա հասկանալի է, բայց որ դիմելիությունը հիմա ավելի փոքր տարիքում է դարձել խնդիրների առկայության։ Այսօր մի օրինակ է բերել, միջև գալը մի հատ երեխայի եմ նայել, որը ծնվել էր 23 շաբաթական հղիությունից։ Կեսից որոշել էր ծնվել, այո, մոտավորապես։ Պատկերացրեք 5 ամսական, 23 շաբաթական է, ինքը 17 շաբաթ շուտ է ծնվել։ Ու դե նեոնատոլոգը ուղարկել էր շատ լավ առանց որևիցե խնդիր երեխա էր, բայց 14 ամսական է շտկված տարիքը, հիմա ինքը 1.5 տարեկան է, 1.6, չէ, 1.6 է, շտկված տարիքով դա, այսինքն շտկված տարիքով 14 ամսական է, բոլոր ոլորտներում խնդիր չուներ, ընդ որում շարժումներն էլ էին գեղեցիկ սահուն, որը անհասների մոտ հազվադեպ ենք տեսնում, որովհետև իրենք մի քիչ ոնց որ ռուսները ասում են նյուգլուժի, ամփույթ, ամփույթ, ահա, չէ, ամփույթ, շատ ճկուն չեն այսինքն, հա, անգամ շարժումները բավականին ճկուն էին, բայց երբ որ խոսքն էինք գնահատում, քիչ էր բլբլում։ Լսողությունը ստուգված էր, հաղորդակցում երեխայի նորմալ էր, մտավոր զարգացումը նորմալ էր, ու նաև խոսքի ընկալումն էր լավ, այսինքն ինքը բարձրը հանգները արդեն կատարում է, կենթանիներ տվեցի, շունիկը վերցրեց տվեց, տուշ, վերցրու, պակա, բայց դեռ քիչ է բլբլում, դա համարվում է ոնց որ էքսպրեսիվ, այսինքն խոսելու խոսքի ընդամենը մի հատվածն է հետ մնացել, բայց այն նախադրյալները, որոնք պարտադիր են խոսքի զարգացման համար, դա լսողությունն է, տարիքին համապատասխան մտավոր զարգացումն է, տարիքին համապատասխան սոցիալական հաղորդակցման հմտություններն են,
ու ռեցեպտիվ խոսքը, դա խոսքի ընկալում է։ Դրանք նորմալ են, ինքն է տարիքով փոքր է։ Դե խորհուրդ տրվեց բարձր էկրաններից ցերց պահել մինչև 3 տարեկան որևիցե ոչ մի րոպե չլինի նաև ոչ այգի տանեն երեխաների հետ շփում, որտեղ քուրի կապերի գուներ, բայց իրենք մեծ էին տարիքով, դե այդքան հաստատ ժամանակ չունեն երեխայի հետ շփվելու ու նրանց խոսքը ավելի արդեն բարդ է ենթադրաբար հասկանալու համար, մեծահասակի համար իր մակարդակին է համապատասխանում ու խորհուրդ տրվեց որոշակի ժամանակ անց նորից որ տեսնենք խոսքը ինչ դինամիկա ունի, որովհետև նաև ընտանիքում ունեին խոսքի ուշադրություն։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, հայտնաբերվել է ընդամենը մեկ սեգմենտ խոսքի փաստորեն դրսևորման, արտահայտման մեկ սեգմենտ, բայց ինչքան կարևոր է, որ դա դրանից բռնել եք հիմա։ Այսինքն կա հնարավորություն դրա դինամիկան վերահսկելու եւ պարզապես արգելելու, որ խնդիրը բացասական ուղղությամբ փաստորեն զարգանա։ Դու բացի դրանից նաև հանգիստ ես։ Նաև հանգիստ ես, այո, որովհետև դու գիտես, որ ահա հնարավոր է այս խնդիրը, եթե անենք այս գործողությունները, մենք կանխում ենք դրա զարգացումը։ Անկամ եթե ունի ինքը գենետիկորեն խոսքի զարգացման հապաղում, դու մնացած գործոնները ապահովում ես ու խոսքը միևնույն է իր հունով գնալու է։ Ու այստեղ նաև իրենք հարց տվեցին, որ ռուսերեն, հայերեն, մենք ասում ենք, որ երկու լեզուն անգամ եթե խոսքը սկսում են խառը խոսել, դուք եթե գումար եք, նույն գումարն եք ստանալու, իսկ երկու լեզվով խոսել այդ փոքր տարիքում նաև մտավոր զարգացման ճկունության համար է լավ։ Այսինքն դա մենք ասում ենք մի հարստություն, որը հետո երեխային չես կարող տալ։ Հասկանալի։ Բայց հետաքրքիր է, որ լոգոպեդները հաճախ ասում են, որ երկլեզվությունը այդքան էլ ցանկալի է։ Դե նոր հետազոտություն, նոր է, որ նորը 15 տարուց ավել է հետազոտությունները ապացուցում են։ Դժվար է Հայաստան ասում։ Բիլինգվալիզմը դա մտավոր է խոսքի զարգացման համար։ Լավ է անգամ եթե ունեք զարգացման խնդիրներ։ Խոսենք սկրինինգի մասին։ Զարգացման, այո, զարգացման սկրինինգի մասին։ Այո, մենք պետք է մի զարգացման բառը։ Չէ, ես քանի որ նաև վարում եմ զարգացման նորացնային սկրինինգը, բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի եւ ադրենոգենիտալ սինդրոմի, այսինքն կոչվում է մակերի կամ կեղևի դիսֆունկցիա, բնածին խանգարում դիսֆունկցիա։ Եվ զարգացման մանկաբուժությունը նաև սրա համար է, որ որոշակի դեպքեր կան, որ դուք կարող եք բուժում ապահովել, հենց այս մի քանի հիվանդություններն են, օրինակ բնածին հիպոթիրեոզը, երբ որ դուք դեղորայք եք տալիս վահանաձև կեղծի, ոնց որ փոխարինող։ Ես ես պիտի ընդհատեմ, խնդրում եմ, որովհետև ես սկսեց արդեն error տալ։ Ուզում եմ հերթականություն պատկերացնել։ Կանխարգելվող, հրաշալի։ Ես օրինակ ասելով նորացնային սկրինինգ հասկանում եմ մի քանի գործողություններ, օրինակ գիտեմ, որ դիսպլասիայի հոդախախտի սկրինինգ է արվում, գիտեմ, որ կարծեմ արյուն են, չէ, վերցնում կրունկից, այդ դուք եք հրաշալի։ Եկեք ուղղակի հասկանանք, թե այ զարգացման սկրինինգը որ պահից է սկսվում երեխայի կյանքի եւ արդյոք ենթակա են դրան բոլոր նոր ծնվածները Հայաստանում։ Տեսեք, զարգացման սկրինինգները դա ոչ թե ախտորոշիչ հետազոտություններ են, դրանք զարգացման ռիսկը հայտնաբերելու համար կարող է երեխան ռիսկի գոտում է գտնվում զարգացման խնդիրների վերաբերյալ, ստեղծված են շատ զարգացման սկրինինգներ, իմիջայլոց Հայաստանում 90-ականների վերջից գործում է զարգացման սկրինինգը, չգիտեմ, շատ ծնողներ չգիտեն դրա մասին, ու դա շատ ցավալի է, չնայած հիմա կասեն բժիշկները, որ շատ լավ էլ գիտեն, դա Ayrton-ի զարգացման սկրինինգն է, որը ներդրվել է 90-ականների վերջերը, ու դա անում են առաջի օղակի մանկաբույժները, իրենք են լրացնում, բայց մենք ինչքան մարզերով աշխատել ենք, ինչքան նայել ենք, ծնողները տեղյակ չեն, անգամ երբ որ բժիշկները մանկաբույժները ասում են մենք մեկը անում ենք, բայց երբ որ մանկաբույժներին ես հարցերը տալիս, իրենք ոնց են ու նաև դիտարկում ես ոնց են գնահատում, հաճախ տեսնում ես, որ թերի է այդ Ayrton-ը կատարվում։ Հիմա փորձերը արդեն ոնց որ պիլոտային փուլում է, մի քանի պոլիկլինիկայում փորձվել է նոր սկրինինգը, կոչվում է SWIC, սա առողջ երեխայի զարգացման սկրինինգն է,
ոնց որ դիտարկումն է, ամենահաճախ օգտագործվող սկրինինգներից ներկայումս ԱՄՆ-ում անգամ իրենց ոնց որ անկետայի այդ լրացման պետական ռեգիստրում հենց Swik-ն է գրանցված, որ դուք պետք է որպես մանկաբույժ դա լրացնեք իր բաներում անկետայում, սա ի շնորհիվ այդպիսի iProject կա, երևի գիտեք, ակնաբուժական պրոյեկտը, որը աշխատում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ եւ նաեւ ունենք հայ ազգի զարգացման մանկաբույժ Թամար Չորբաջյան, որը աշխատում է Լոս Անջելեսում որպես զարգացման մանկաբույժ ու թարգմանությունը արդեն կատարվել է պիլոտային 3 պոլիկլինիկայում, մեկը Տավուշում, Իջևանում, երկուսը Երևանի պոլիկլինիկաներում, մոտ ամեն մի պոլիկլինիկայում մի կարծեմ 100 սկրինինգը կատարվել է ու տեսել ենք արդյունքները ոնց են։ Հիմա տարբերությունը Swik-ի ու Ayrton-ի ինչու՞մ է։ Ayrton-ը բացառապես հիմնված է զարգացման հիմնասյուների։ Ինքը նայում է ինքնասպասարկում, շարժողական, խոշոր նուրբ շարժողական ոլորտ, սոցիալական եւ խոսքինգ ոլորտներ է նայում։ Իսկ Swik-ը ինքը բաղկացած է մի քանի հատվածից, Ayrton-ը մոտ 15 րոպե է տևում լրացնելը, Swik-ը մոտավորապես 5-10 րոպե, Swik-ը բաղկացած է մի քանի մասերից, ինքը ունի այդ զարգացման նշաձողերի հատվածը, որտեղ գնահատվում է խոսքը, մտավորը եւ շարժողականը, ունի նաեւ վարքային հատվածը, մինչեւ 18 ամսական եւ 18-ից 5 տարեկան 0-ից 5-ը ինքը գնահատում երեխայի զարգացումը, որտեղ հարցեր են տրվում, ոնց է քնում, ինչ որ զայրույթի պորտքումներ ունի, նոր միջավայրում իրեն ոնց է պահում, այդ վարքային հատված ունի, նաեւ ունի հարց ծնողներին, ընտանեկան հարցեր, օրինակ կան դժվարություններ ընտանիքում կամ սննդի հարցը, ծխախոտի անգամ կա հարց թմրանյութի, դե ԱՄՆ-ի սկրինինգը իրենց համար շատ հաճախ օգտագործվում է այդ հարցերը։ Նաև կա հատված, երբ որ 16-36 ամսականից դուք կան հատված, որ աուտիզմի սկրինինգը, երևի լսել եք M-Chat-ի մասին, M-Chat-ը 18-24 ամսեկանում է կատարվում, բայց ինքն էլ է մինչև 3 տարեկան, Ayrton-ի հետ զուգահեռ կատարվում է, իսկ սրա մեջ հենց ինքը ներգրավված է այդ տարիքում, որ նաև աուտիզմի սկրինինգը կատարվի ու բացի դրանից մի հատ շատ կարևոր հատված կա, որ փոքր տարիքում նաև կատարվում է էլի սկրինինգ ծննդկանների դեպրեսիայի, այսինքն հետ ծննդյան դեպրեսիան հայտնաբերելու համար դրա մասին քիչ է խոսվում ու դա բայց շատ բավականին տարածված է ու մեծ ազդեցություն ունի նաև երեխայի զարգացման վրա, հա, ոչ միայն մայրիկի, այլ երեխայի զարգացման վրա, այ ինքը sense համապարփակ սկրինինգային ինստրումենտ է ու ինչն է էլի տարբերությունը Ayrton-ը, եթե Ayrton-ը լրացնում են մանկաբույժները կամ մանկաբույժները, բուժքույրները կաբինետի, այս լրացումը ծնող, այսինքն ինքը ակտիվ ներգրավում է։ Սա նաև դրանք փուլերով են, այսինքն կյանքի որոշակի հատվածում հանրացնային շրջանում է դա արվում։ Ֆորմաներ կան տարիքային, հա։ Փոքր տարիքում ծողեր, հա, որոնց վրա անցնելուց փոքր տարիքում օրինակ այդ հետ ծննդյան դեպրեսիայի հարցերը ներառված այդ ֆորմաների մեջ 16-ից 36 ամսականում այդ ներառված է աուտիզմի հարցերը Եթե Swik-ը դեռ գտնվում է պիլոտային փուլում Հայաստանում, Ayrton-ը փաստորեն նշում եք, որ 90-ականներից փաստորեն 90-ականների վերջից լայնորեն կիրառվում է կամ պիտի կիրառվի։ Եվ փաստորեն այո, եւ ձեր խոսքից նաեւ հասկանում եմ, որ սա այն ոլորտն է, որտեղ գործ ունեն ոչ թե հենց զարգացման, այլ պարզապես մանկաբույժները, որոնք որ պոլիկլինիկաներում ամենօրյա ռեժիմով շփման մեջ են իրենց համայնքի կամ իրենց երեխաներին վստահած ծնողների երեխաների հետ։ Հապ մի բան եմ ուզում ասել, որ ես չեմ մեղադրում մանկաբույժներին, որ դա նորմալ չի կատարվում, քանի որ
դա ամբողջ աշխարհում է խնդիրը, այստեղ կան մի քանի գործոններ, ինչի է զարգացման սկրինինգները լավ չեն աշխատում, այստեղ կա այն, որ մանկաբույժները բավարար գիտելիքներ չունեն, համալսարանում չեն ստացել դրա մասին որևիցե լրացուցիչ ինֆորմացիա, նաև դա ամբողջ աշխարհում է այդպես, հետո վերապատրաստումների ժամանակ քիչ է քննարկվում այս հարցերը, երկրորդ գործոնը դե ժամանակի, որովհետև դա process է, այո, իսկ հաճախ երբ որ դու մտնում ես պոլիկլինիկա եւ տեսնում ես հսկայական հերթը ծնողների եւ երեխաների, հասկանում ես, որ միայն 15 րոպե այսօր նվիրել Ayrton-ի սկրինինգին կարող է իսկապես մեծ ճոխություն լինել մանկաբույժի համար։ Ու այդպես ընդունված է, որ հիմնականում մանկաբույժի մոտ գնում են, երբ որ խնդիր կա, այո, առողջ այցեր, որպես այդպեսին գրեթե չկան։ Իսկ եթե նայում եք էլի վիճակագրությունը, մոտավորապես դրսում իսում է ստեղել այդպես է, պարզապես մենք այդպիսի հետազոտություններ չենք արել, այդ տեղամասում մոտավորապես 60-70%, դա համ եվրոպական հետազոտություններն են ցույց տալիս, համ ամերիկյան հետազոտություններն են ցույց տալիս, որ մոտավորապես 60-70%-ը աշխատանքի կազմում է հենց երեխայի զարգացումը։ Օրինակ գնում են մանկաբույժի մոտ երբ պիտի նստի զուգարանից սկսի օգտվել, չէ, երբ ինչը պիտի ուտի, որ տարիքում դա պիտի սկսի, երբ ինքը գթալով, երբ պիտի ատամները լվանա, ու արդեն մանկաբույժը այդ վստահությունն էլ է ձեռք բերվում մանկաբույժի հետ, եթե մանկաբույժը տեղյակ է ու ունի գիտելիքներ այդ ոլորտում։ Հա ու մի բան էլ դրական նշեմ այդ SWIC-ի վերաբերյալ, ինքը նախատեսող, ոնց որ anticipatory անգլերեն կոչվում է, ինքը նախատեսում է հաջորդ քայլ, այսինքն երբ որ դուք նշաձողը լրացնում եք, դուք այսինքն սկզբում եք գտնվում, սկզբում եք պլյուսերը դնում, հետո տեսնում եք դեպի ուր է գնում զարգացումը, այսինքն դուք հասկանում եք հաջորդ քայլը որը պետք է լինի որպես ծնող։ Ու բացի դրանից այնտեղ շատ մի հարց կա, որը որևիցե կերպ չի գնահատվում, շաբաթական քանի օր եք կարդում ձեր երեխային, հա? Այսինքն ծնողին ուշադրություն է դարձնում, որ ինչ է պետք անում։ Մատնանշում է գործողություն, որը ծնողը պիտի անի, հիշեցնում է, ինչ պիտի անի։ Բայց վերադառնալով Ayrton-ին, ուզում եմ օգտակար էսպեսի, հա, մի քաղված կանել ձեր նախորդ նկարագրական բացատրական աշխատանքից, որ ծնողները, եթե հետաքրքրված են, որ իրենց երեխաները սկսած իրենց կյանքի առաջին օրերից մինչև մոտավորապես 5 տարեկան ժամանակ առ ժամանակ անհրաժեշտության, հա, այսինքն տարիքային փուլերում, երբ որ դա անհրաժեշտ է անել, կանխարգելելու համար, զարգացման դինամիկան ստուգելու համար, այսինքն նրանք առողջ այցեր կազմակերպել նախ եւ առաջ, այսինքն չսպասել, որ երեխան հիվանդանա եւ նոր միայն գնալ մանկաբույժի մոտ, բայց գնալու պարագայում էլ հետաքրքրվել, արդյոք ձեր մանկաբույժը Ayrton-ի ինչ է կոչվում սիստեմ, սկզբունք, Ayrton-ի զարգացման սկրինինգ անում է թե չի անում, տիրապետում է թե ոչ։ Ես կարծում եմ, որ գտնել այդ մասնագետին քո քաղաքում, քո համայնքում կամ հարևան պիտի որ այդքան էլ բարդ չլինի, այսինքն ուղիղ կարելի է այդ հարցը տալ մանկաբույժին։ Այո։ Դուք անում եք Ayrton-ի զարգացման սկրինինգ։ Այո, ասում են այո, ինչ է դա իրենից ենթադրում, խնդրում եմ բացատրեք ինձ, դե հիմա սկսեք անել, լրացեք ու ինձ տվեք պատասխան։ Դա ոնց է ինտերպրետացիայի ենթարկվում, այ դա է հարցը։ Ու նաև ճիշտ լրացումը, բայց ես ասում եմ, չեմ ուզում ասել, որ բայց պրակտիկայում դե բավականին արդեն տարիներ ունեմ աշխատանքի, Ayrton-ով չեմ տեսել, որ դեպք հայտնաբերվի, բայց M-chat-ով տեսել եմ, որ մանկաբույժը M-chat-ը, որտեղ M-chat-ի նաև զգայունությունն է բարձր։ Ավելի բարձր։ Հա, ինքը ավելի Իսկ M-chat-ն էլ այն բաներից է, որ մեր մանկաբույժները այսպես հիմա պիտի գիտենք, որ ապրիորի պիտի իմանան, որ դա նրանց մասնագիտական։ Դա ոնց որ Ayrton-ի հետ որոշակի տարիքում 18-24 տարեկանում։ Այսինքն մեր հարցումը ոչ միայն Ayrton-ին է վերաբերում, փաստորեն նաև M-chat-ին։ Հա, ու նշեմ, որ SWIC-ի այդ աուտիզմին վերաբերող հարցերը հենց վերցված են M-chat-ից։ Բայց 6 հարց։ Եվ եթե հանկարծ ստացվում է, որ դուք կասկածներ ունեք, որ ձեր մանկաբույժը չիրականացրեց կամ իրականացրեց, բայց դրա ինտերպրետացիան, այսինքն բացատրությունը, հա? Չէ, ինչպես գնահատեց արդյունքը։ Այո, դուրս բերեցինք, արդյունքը տեսանք եւ ինչպես են գնահատում արդյունքը։ Եվ այսեղ կա տարակուսելի որևէ բան, փաստորեն ստացվում է, որ ավելի նպատակահարմար է միանգամից փնտրել ու գտնել զարգացման մանկաբույժի։ Ցավոք զարգացման մանկաբույժները չեն անում, բավարար չեն։ Հա, չէ, ես դա ուզում եմ ասել, ես պիտի ասեի սփոյլ Հայաստանում նրանք շատ քիչ են զարգացման մանկաբույժները։ Այսինքն այնուամենայնիվ եթե իրատես լինենք, երևի թե ավելի խելացի է
եթե իսկապես դուք դրանով հետաքրքրված եք, կամ գտնել մանկաբույժի, ով վերը թվարկած երկու սկզբունքներով զարգացման աշխատանք իրականացնում է եւ տալիս է adekvat գնահատական, կամ մյուս կողմից, եթե դուք առողջ այցեր չեք իրականացնում եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ է եւ դուք որևէ անհանգստություն չունեք, բայց հանկարծ որևէ բան սկսում է գրավել ձեր ուշադրությունը, կապված երեխայի, հա, ինչպես արդեն թվարկվեց, սկսած նստել, կանգնել, ձեռքերը օգտագործելու, ժեստիկուլյացիա, միմիկա, խոսք եւ տարաբնույթ, այսինքն այն ամենը, ինչով մենք կարծես կարողանում ենք, հա, առանց անզեն աչքով գնահատել, որ մեր երեխայի կյանքում ամեն ինչ լավ է, կամ հոպ, մի բան այն չէ, այստեղ որևէ անհանգստություն կա, միշտ չէր էսպես, կամ սա ինձ համար խնդիր է, ես անհանգստանում եմ, ոնց որ թե այդքան էլ նորմալ չի, բոլոր այս տարակուսելի հարցերով գնալ եւ թակել զարգացման մանկաբույժի դուռը, նրանք քիչ են, բայց նրանք կան եւ նրանց պետք է գտնել եւ ներգրավել։ Կամ կարող են դիմել նյարդաբանի, հոգեբույժի, իրենք էլ են զբաղվում այդ հարցերով ու ունեն բավականին իրենց ոլորտում։ Գիտեք, ես խոսում եի ու մտածում եի դրա մասին, որ երևի այդքան էլ կարևոր չի թե ում դիմել։ Կարևոր է այն, որ դու պարզապես ահազանգ ես, այսինքն դու գաս քո մանկաբույժի մոտ, գաս պոլիկլինիկա, գաս բուժ հաստատություն եւ ասես, որ ինձ անհանգստացնում է այս հարցը, խնդիրը։ Ծնողը կարող է չիմանալ, որ այս դեպքում մեզ պետք է նյարդաբան, բայց այն, որ նա բարձրացնի, հա, այդ կոչնակը, որ խնդիր ունենք։ Եվ նրան ուղղորդեն, թե ուր պետք է գնալ։ Իմիջիայլոց երբ պետք է դիմել, օրինակ, զարգացման գնահատման, այդ կարմիր դրոշերը նշեցի, նաև եթե 2-3 անգամ դեպքեր կան, որ պարտադիր, օրինակ ծնողի մտահոգությունը իմ համար էլի կարմիր դրոշ է, գալիս են երեխաներ, երբեմն լինում է ոչինչ չես գտնում, բայց ծնողը մտահոգություն ունի, հա, ու դու մեկը չես հանգստանում, քանի որ գիտես, որ ծնողը ավելի եթե ծնողը մտահոգված է, դա քո համար պիտի լինի մեծ կարմիր դրոշ։ Այդ դեպքում անգամ ես եմ սկսում, դե անգամ չէ, անգամ սկսում եմ արդյունքների վրա կասկածել, թե արդյոք ես ճիշտ եմ տեսել ու ինչի ծնողը շարունակում է խնդիրը տեսնել, այդ դեպքում նորից կրկնակի հետազոտություն։ Ու երևի երկու ճանապարհ չէ, մենք այստեղ կամ գործ ունենք տագնապային ծնողի հետ, որը պարզապես իսկապես հարթ հողի վրա խնդիր է տեսնում, բայց նաև հնարավոր է, որ գտնվեն խնդիրներ։ Հա, օբյեկտիվ, եթե ծնողը տեսնում ես, որ օբյեկտիվ նշաններ ասում ու դրանք իրոք մտահոգիչ են, բայց դու հետազոտության ժամանակ, քանի որ մի անգամ է գալիս հետազոտության, իսկ ծնողը ամեն օր է տեսնում, մեկի մի գործոն է կա, երբ որ ծնողը տեսնում է ինչ որ հետընթաց զարգացման մեջ, դա էլ է շատ կարևոր։ Երբ որ կարողանում էր ինչ որ մի բան ու հիմա էլ չի կարողանում։ Նույնը շարժողականում դա շատ որոշակի խնդիրների առաջին նշաններից է ու նաև խոսքի, մտավոր, շփման, օրինակ անվան արձագանքում էր սկսեց չարձագանքել, որը հենց 1-1.5 տարեկանում է լինում ու ինքը իր պատճառաբանությունն է։ Անվանենք դա ինտուիցիա, անվանենք դա այն, որ ծնողը տեսել էր, հիմա արդեն չի տեսնում կամ իսկապես այսպես օբյեկտիվորեն հիմնավորված անհանգստություն, ուզում եմ խոսել հենց դրա մասին, որովհետև հատկապես մեր մարզային այցերը հաճախ ցույց են տալիս, որ 99% երևի դեպքերում, եթե ոչ 100, մայրիկը ինչ որ մի բան հազանգել է։ Մայրիկը ասել է, որ ինչ որ մի բան այն չէ։ Առաջինը խոսել է դրա մասին իր տանը։ Ես հիմա փորձում եմ այսպես ռետրոսպեկտիվ պարզապես հավաքել, բնականաբար ես նաև պատրաստվել եմ այս հարցազրույցին եւ փորձել եմ խմբավորել իմ տպավորությունները մեր մարզային այցերից, իսկ մենք այցելում ենք ինչպես ընտանիքներ, այնպես էլ բուժ հաստատությունների եւ հենց բուն սեմինարների եւ մասնագիտական այցերի ընթացքում ենք ծնողների հետ շփվում եւ ահա բախվում է բոլոր այն ստիգմաներին, որոնք բարձրաձայնում են ընտանիքի հատկապես ավագ անդամները, որ ինչ ես ասում, դու մեր երեխուն հիմա կդարձնես հիվանդ, նման բան չկա, հանգիստ ապրի քո կյանքը եւ այսպես լրացվում է խնդիրը։ Ուրիշ բան, որ նույն ծնողները իրենք էլ կարող է ունենան այդ հակումը, չցանկանալ տեսնել խնդիրը եւ լրացնել։ Բայց ես ուզում եի վերահաստատել այն ինչ որ դուք ասացիք եւ կխնդրեմ մի քիչ բացել այդ փակագծերը, որ եթե ծնողը ունի որևէ անհանգստություն, եթե նկատում է որևէ բան, սա արդեն գործողության կոչ է։ Գնալ եւ դիմել մասնագետին ու ասել, որ ես ունեմ այս մտահոգությունը։
Հա, հիմա ինչ տենդենս է նկատվում, հատկապես Երևանում, արդեն ինչքան ժամանակ է ես տեսնում եմ, որ տատիկ-պապիկները ավելի քիչ են ներգրավվում։ Հա, ծնողը արդեն ինքն է որոշում։ Ծնողն է երեխայի ծնողը, ինչքան էլ դա հիմա տարօրինակ չէ, ինչի մենք գալիս ենք այդ մտքին կարծես։ Ծնողն է երեխայի ծնողը։ Հա, ու հիմա պապաներն են շատ գալիս նաև հետազոտության, դա էլ ենք տեսնում։ Ծնողի մտահոգությունը շատ կարևոր է, բայց երբեմն անգամ ծնողը չի ընդունում խնդիրը, չնայած ինքը բարձրաձայնել է, վերել է, բայց չի ընդունում։ Այդ ժամանակ ինձ թվում է այդ նաև իմ կողմից sense ագրեսիվ, ոչ թե ագրեսիվ, այլ չէ ունի, ծնողը ժամանակ է պետք իրեն դրա հետ հարմարվելու, բայց այդ ժամանակ նաև պիտի նշվի, որ որևիցե վտանգավոր միջամտություններ չի կատարվում, հա, այսինքն որևիցե տեղորայքային, այդ հատկապես այդ փոքր տարիքում որևիցե տեղորայքային միջամտություն չի առաջարկվում, այլ պարզապես անգամ կարող են մտածել, որ կարող ենք այդպես անանել, ու միայն խոսքն է, նույն գործողությունները պետք է կատարվի, հա, որպեսզի ծնողին էլ են ինչ-որ քայլեր է պետք։ Այսինքն միանգամից չկանգնի այդ բարձր պատի առջև։ Հա, ժամանակ է պետք։ Մի քիչ հեռու դնես այդ պատը, որ մոտենա, հեռվից տեսնի, կամ փորձես այդպես առանձին դետալները ներկայացնես եւ ոչ թե միանգամից պատի առջև։ Այդ պիտի ապագանը տեսնի, որ հասկանա, ու բացի դրանից միշտ ասում եմ, որ ախր երեխայի զարգացումը երբեք տեղում չի դոփում։ Երեխան զարգացման մանկաբուժությունը ինչով է տարբերվում ամբողջ բժշկությունից, որ ինքը միշտ առաջ է գնում։ Երեխան միշտ կարող է օգնել, միշտ ինքը դա վերցնելու է ու որպեսի իր զինանոցում պահի եւ առաջ գնա։ Այ դա պիտի օգնի։ Այո, ես ինչու այդ մենախոսությունն արեցի, հա, զուտ նրա համար, որ հաճախ իսկապես կարեկցանքով ես մոտենում եւ վերաբերում են մայրերին, որոնք բախվում են այդ արգելքների համակարգին իրենց ընտանիքներում, իրենց համայնքում եւ պարզապես չգիտեմ, ես ինձ ցույց կտամ հիմա այդ կոչը անել։ Եթե դուք անհանգստանում եք, եթե դուք մտահոգված եք, պարզապես անտեսեք բոլոր մի գնա, այդ մեզ պետք չի, դու մեզ խայտարակ ես անում, փաստը ցույց է տալիս, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ այստեղ, երբ որ մենք երկմտում ենք եւ հետ կանգնում մեր այդ որոշումից, հա, երեխային տանել մասնագետի մոտ, որոշ ժամանակ հետո, մի տարի, 2-3 տարի անց, մենք արդեն առերեսվում ենք խնդիրների այնպիսի մի համակարգի, որ ինչպես մեր խոսքի սկզբում այսօր դիալոգի սկզբում ասեցինք, որ որևէ խնդիր եթե կարելի է լուծել պայմանական փոքր ջանքերով, արդեն այսօր դու կանգնած ես մի այնպիսի խնդրի առջև, որ չգիտեմ, տարիներ են պետք ու շատ մեծ ջանքեր։ Ու նաև նշեմ, ինչի է վախ միջամտությունը այդպես արդյունավետ, ու հետազոտություններն են դա ցույց տալիս, երեխան երբ որ ծնվում է, ուղեղի հնարավորությունների մոտ 25 ծավալի 25%-ն է օգտագործվում, մոտ 2 տարեկանում դա արդեն կազմում է 75, 5 տարեկանում 90։ Այսինքն դա այդ այդ զգայուն ժամանակահատվածն է, երբ դուք կարող եք ամենաշատը օգնել փորձառություններ, խաղի միջոցով նոր հմտություններ ձեռք բերելու ու նաև շրջապատի հետ հաղորդակցվելու հնարավորությունները լավացնելու համար։ Այդ ոսկի ժամանակն է, որ ոնց որ պատուհան դե պատուհանելի չի փակվում, բայց ամեն դեպքում այդ մինչև 5 տարեկան պատուհանը են ռուսերեն ասած նաստիժ բաց։ Այո, մեծ է բաց, մինչև վերջ։ Այո, իսկ հետո գնալով կամած ոնց որ ինքը ավելի հնարավորությունները փոքրանում է, ու ինչի է այս զարգացման մանկաբուժությունը այսքան կարևոր, քանի որ եթե տեսնենք տոկոսային ինքը երեխաների մոտ սա էլի նահանգների վերջի վիճակագրությունն է, մոտ 17% երեխաների ունենում են այս կամ այն զարգացման խնդիրները մինչև 5 տարեկան անգամ մեծ տարիքում, ու մանկաբույժները իրենք ավելի շատ հայտնաբերում են ծանր խնդիրները, որոնց իրենք գիտեն, օրինակ քրոմոսոմային հիվանդությունները, նյութափոխանակության հիվանդությունները, քրոնիկ հիվանդությունները, իսկ այ միջին եւ թեթև խնդիրները հիմնականում իրենք հայտնաբերվում են, երբ որ երեխաները մանկապարտեզ են սկսում գնալ, ու ընդ որում նաև սա էլ ենք տեսնում, բայց էլի այդ ամբողջ աշխարհում է այդպես, մանկապարտեզի
մանկապարտեզի դաստիարակը կամ այդ անձնակազմը ավելի շատ ոչ թե վախենում է, այլ խուսափում է ծնողին դա անգամ այլ ձևի ու գիտեք ինչ են ավելի շատ անում, ասում են երեխան չի կարող մանկապարտեզ գալ, այսինքն ավելի վատ բան են անում, այսինքն հանում են մանկապարտեզից երեխային, դրանով էլի վատություն անելով, այսինքն չեն առերեսվում այդ խնդրի հետ, իրենք նախընտրում են դրանից խուսափել երեխային խնդրում եմ, հուշեք, եթե մենք մի պահ հիմա պատկերացնենք երևակայինք, որ դուք ունեք ձեր պատկերացումներով ոլորտը լավագույն բարեփոխումները մտցնելու եւ բոլոր երեխաներին ինչ եք պատկերացնում վախ միջամտություն դա բացատրեք խնդրում եմ վախ միջամտությունը հենց դա էր որ նախադրյալը զարգացման լավ աշխատող զարգացման սկրինինգն է որ հնարավորինս շուտ հայտնաբերվի վախ միջամտության համակարգ որը այս վերջերս կոնֆերանսի վախ միջամտության տարբեր երկրներ իրենց փորձով էին կիսվում, դե երկրներ կան շատ առաջ են գնացել, երկրներ կան նոր են սկսում կամ դեռ չունեն համակարգը ծանոթանում են ու դա բերում է նրան այդ վախ միջամտությունը, դա մինչև 5 տարեկան միջամտությունն է ու հիմնականում կատարվում է տան պայմաններում, որտեղ երեխայի բնական դե սկզբից տան պայմաններում, հետո մանկապարտեզում օգնություն առաջարկում, քանի որ երեխայի բնական միջավայրը դա տունն է, այլ ոչ թե կենտրոնները։ Մյուսը ինչ կցանկանայի, որ կենտրոնները ավելի վերահսկելի դառնային, մասնագետները անընդհատ ինչ կենտրոնների մասին ենք խոսում կներեք։ Ընդհանուր ամբողջ Հայաստանում զարգացման կենտրոնները, որոնք զարգացման կենտրոնները, այո, օրինակ ասենք, հա լսում ենք ինչ որ X թիթեռնիկ անունով գրված է զարգացման կենտրոն, որտեղ լսում ես աշխատում է լոգոպեդ, աշխատում է հատուկ մանկավարժ Այ նման հասարակությունների մասին ենք նաև խոսում։ Օրինակ ԱՄՆ-ում իրենք պետք է լիցենզավորվեն, բայց այնպես չի որ այնտեղ էլ քանի որ խնդիրը շատ հաճախակի է հանդիպում, արդեն այդ մանկաբույժների զարգացման նահանգները բողոքում են, որ կարճ վերապատրաստումով անցնում են աշխատանքի ու դե արդեն չգիտես որակա ոնց է, բայց ամեն դեպքում այնտեղ լիցենզավորվում են։ Լիցենզավորվեն զարգացման կենտրոնները։ Բայց լիցենզավորողները տիրապետ են այդ միջազգային մեթոդիկաներին, այլ ոչ թե sense ինչ-որ էմպիրիկ, այսինքն փորձի միջոցով ձեռք բերված ձևով աշխատեն։ Այ կենտրոնների վախ միջամտությունն է, վախ սկրինինգը, զարգացման սկրինինգը, վախ միջամտությունը, որը կնպաստի վախ հայտնաբերմանը եւ վախ միջամտությանը զգայուն շրջանում կենտրոնների վերապատրաստումները, նաև մասնագետների, ախր տեսեք, հիմա ներկայումս ինչ որ նոր մեթոդ են, չէ, ուզում սովորեն։ Մասնագետ չես գտնում, որ դե ամբողջ գիտությունը գալիս է նահանգներից, այս զարգացման մանկաբուժությունն էլ է գալիս է այնտեղից։ Մասնագետ չես գտնում, անգամ եթե ֆինանսավորվի էլ, մասնագետ չես գտնում, դե նրանք անգլերենով են։ Որ իմանա լեզուն, գնա եւ մասնակցի այդ բոլոր դասընթացներին եւ վերադառնա։ Մասնագետները ոնց որ բժիշկների համար նույնը այս ոլորտում, որովհետեւ չնայած հիմա այդ Google Translate GPT chat-ը շատ օգնում, բայց դուք գոնե պիտի հասկանաս այս նյութը իրոք ինքը արժեք ունի, թե չէ, դրա համար ինչ ենք թարգմանում։ Հա, ինչ որ գիտելիքներ պետք է ունենաք։ Այդ լեզվի անգլերենի իմացությունը իմ համար պարտադիր է։ Հիմա նոր մեթոդ է ուզում, որ սովորեն մասնագետները, ու մասնագետ չես գտնում, որոնք այդ լեզուն տիրապետեն ու կվերապատրաստվեն այդ ոլորտում։ Ու լինեն միջազգային վերապատրաստված մասնագետներ, որոնք հետագայում կստեղծեն այդ վերապատրաստման կենտրոններ, այսինքն մեխանիզմ, sense սիստեմավորված համակարգ մշակվի, որ երեխաները հնարավորինս սրանից կարողանան ամենավորակյալ ծառայություններից օգտվել։ Իհարկե տարբերությունը Հայաստանի ու եթե նայում եք դրսից են գալիս, այնտեղ լավ մասնագիտացված կենտրոններ կան, ծնողները երբեմն նշում են, որ այստեղ ավելի լավ առաջընթաց է։ Հա, բայց ես գտնում եմ, որ դա նաև մեր այդ սոցիալական հմտությունների հաշվին է։ Հա, ոչ ջանք չեն, այսինքն ջանք չեն, հաճախ ջանք չեն խնայում, դա տալու երեխայի զարգացմանը նպաստելու համար։ Երևի դա տեսնում ես, բայց որ
այդ քիչ մասնագետ կա, որ լիովին վերապատրաստված է ու գիտելիքներով կարող է կիսվել դրա վերաբերյալ, իհարկե դա սա փաստորեն ստացվում է ուղղություն, որը պետք է այսպես այս առողջապահություն կոչվող նավը վերցնի։ Հա, մեկ էլ դա էլ է նշվում, որ մենակ առողջապահությունը այստեղ չի աշխատի, այլ այստեղ պիտի համագործակցեն առողջապահություն, կրթություն եւ սոցիալական ոնց է կոչվում սոցիալական սոցիալապահով իրենք միասին այդ քանի որ այս մինչև փոքր տարիքը դրված է առողջապահության ոլորտի վրա, բայց դա սխալ է։ Պետք է այս 3 համակարգները իրար հետ միավորվեն, ամեն մեկը իր գործանը, իհարկե մեկը կարող է վարող դեր կատարի, բայց այս 3 համակարգները պիտի աշխատի, որ ապահովի այդ համապարփակ մոտեցումը երեխայի զարգացման նպաստման համար։ Եվ քանի դեռ մենք որոշակի հեռավորության վրա ենք այդ ապագայից եւ մենք չունենք այսօր հա փաստորեն ստացվում է հենց այդ համակարգը դուք նշեցիք որ արդեն նաեւ բժշկական համալսարանում կարծես առանձին ճիշտ եմ չէ ասում խոսքում սկսեցիք զարգացման մանկաբուժության ճյուղ է ներդրվել եւ նաեւ արտինատուրա 1 տարվա փաստորեն լավատես լինենք եւ հավատանք որ սրանք են քայլեր են որոնք ինչ որ մի մանկաբուժությունից հետո բերելու են այո բերելու են այսինքն մենք մի օր արձանագրելու ենք որ ահա այս ոլորտը արդեն անում է ոչ թե չգիտեմ ինչ որ փոքրիկ քայլեր արդեն ունի ավելի մեծ ձեռքբերումներ բայց քանի դեռ մենք դրա ճանապարհին ենք կամ որոշակիորեն հեռու մեր փաստորեն հույսը մնում են մեր ծնողները ես այդպես եմ գոնե հասկանում այսինքն ծնողը որը աչք չի փակում որոշակի խնդիրների արկայության վրա աչք չի փակում իր ինտուիցիայի եւ իր զգացողությունների վրա բացի դրանից գիտելիքներ հիմա ծնողները ինֆորմացիայի եւ ըստ այդմ այո գնում է դեպի գիտելիքի ճանապարհ գնում է դեպի ինքնակրթում գնում է դեպի հարցեր տալ պահանջել պահանջատեր լինել եւ գտնել այն մարդուն եւ այն մասնագետին ով կկարողանա ձեր հարցերին պատասխանել սա շատ կարեւոր է ես նորից եմ ասում որպես 3 երեխայի ծնող հասկացել եմ որ մենք շատ մեծ վատություն ենք անում մեզ ու մեր երեխաներին եւ որ լրացնում ենք մեր ներքին անհանգստությունները մեզ թվում է որ դե լավ երևի շատ բան եմ լսել շատ բան եմ կարդացել անիմաստ հիմա չգիտեմ ինչ որ տագնապների մեջ եմ բայց փորձը ցույց է տալիս որ շատ ավելի հաճելի ու լավ է քնել խիղճը հանգիստ քան նստել ու սպասել այն օրվան երբ որ դու չգիտես թե ինչ կլինի ապագայում քո երեխայի կյանքի եւ առողջության որակի հետ այնպես որ գնալ դիմել հարցնել հետաքրքրվել սա է այն ճանապարհը որով մենք փորձում ենք հղկել կներեք տավտոլոգիայի համար մեր երեխաների ճանապարհը ինձ թվում է այլ տարբերակ այսօր մենք չենք տեսնում Սվիկի մինուսներից ասեմ, ինքը չի տալիս խորհուրդներ ծնողներին։ Լավ։ Դե ես այդ համակարգիչ եմ։ Դա ոնց որ ոչ թե բացասական, այլ պակասող հատվածներից է, բայց դա էլ եթե Սվիկը սկսի աշխատել, ավելացվելու է այդ հատվածը ու էլի բայց անգլերենի իմացություն է, բայց հիմա ավտոմատ YouTube-ով այդպիսի մեխանիզմներ կար կան օրինակ կարող եք ծնողների համար pathways ծնողների համար կարող եք հիմա YouTube-ով գտնել pathways միասին անգլերեն սա այնտեղ նաև վիդեոներ կան օրինակ 2 ամսականում տիպիկ զարգացումը ատիպիկ զարգացումը 4 ամսականում տիպիկ որ տարբերություն տարբեր տարիքներում այդ տիպիկ ու ատիպիկ զարգացման օրինակները ընդ որում ոչ թե պարզապես խոսվում է երեխաների օրինակներով ու նաև որ տարիքում ինչ ոնց կարող եք նպաստել զարգացման համար ցավոք դա թարգմանելը խնդիր է լինելու որտեվ լիցենզավորված սրանք բայց անգլերենով հաստատ ինչ որ գործիքներ կա որ ավտոմատ ես խոսքից կրահում եմ որ դուք Սվիկի բանակից եք եւ ջատագովներից եք որ Հայաստանում այն կիրառվի փաստորեն լայնորեն տեսեք կա այլ ինստրումենտներ էլ կան օրինակ կա շատ լավ ages and stages է կոչվում ages and stages տարիքներ եւ աստիճան ինքը ավելի լայն է քան Սվիկը ավելի ընդլայն բայց ինքը օրինակ այդ վարքային հատվածը չունի աուտիզմի հատվածը չունի հարցեր ծնողներին վերջում մի քանի տենց հարցով բայց չի հաշվվում պարզապես մտահոգությունները այսինքն
փեց կա, դա 10 հարցեր են ավստրալիական տեստը, բայց քանի որ ժամանակը վաղուց վանից եկել է, որ պիտի փոխվի Ayrton, ինքը արդեն հնացած է համարվում, նայվում է օպտիմալ նայվելը ու դա նայել են մասնագետները ու ես էլ եմ գտնում, որ սա ճիշտ որոշում է, թե որ սա ազատ գործիք է, հեշտ լրացվող ծնողի կողմից, այսինքն ծնողն է այստեղ ներգրավում։ Իսկ մենք սպասում ենք երևի այդ պիլոտի արդյունքներին, հա։ Արդեն նախ արդյունքները կան, դա արդեն առողջապահության նախարարությունը ինքնան հետ քննարկվի, որ ընդունում է։ Եվ եթե ընդունվեց սա փաստորեն ըստ էության պիտի նույնպես ներդրվի բոլոր բուժհաստատություններում, պոլիկլինիկաներում, այո։ Ու նաև կարող է էլեկտրոնային համակարգում սա գրանցվի, այսինքն բժիշկը այդ դեպքում չկարողանա արդյունքները անտեսել, հա։ Ինքը եթե ինչ որ շեղում է, ինչ որ ձևի պիտի այդ ժամանակ արձագանքի, հա։ Բայց էլի այստեղ հարց է նորից առաջանում, որ մանկաբույժներին պիտի տրվի նաև բավարար գիտելիքներ, որպեսզի իրենք կարողանան ճիշտ օգտվել այս որտեղ մի բան է, երբ որ դու ունես ինֆորմացիան, այսինքն դատան եկել է մարդուց, բայց դու ինչ անես։ Ոնց որ ստետոսկոպ տաս բժիշկին ու չբացատրես թե դա ինչի համար է, կամ մոտոսկոպը տաս ու նաև փորձ ձեռք չբերի, թե այդ ոնց է օգտագործվում, ինչը պետք է աչքդ ինչին պիտի սովորի, որովհետև այս ֆիքի դեպքում է կարող են արդյունքներ լինել, որ դու պարզապես խորհուրդներ կտաս ու հետո նորից ինչ որ ժամանակ անց նորից ստուգ ես միանգամից պարտադիր չի մասնագետներին ուղարկել, հա, շեղումը փոքր է, տեսնում եք որ սա կարող եք դուք նաև օգնել ծնողին, այդ դեպքում դուք օգնում եք ու հաջորդ անգամ կամ այդ խորհուրդները տալիս եք, ծնողը վերցնում է աշխատում է ու հաջորդ անգամ գնահատում եք, տեսնում եք որ որևիցե խնդիր չկա, պարտադիր չի սա, եթե խնդիր եք տեսնում, մանկաբույժին պետք է տրվի վարար գիտելիքներ, որ ինքը կարողանա նաև վերլուծել դրանք։ Մեր այսօրվա քննարկումը կարծես եւ ծնողների համար եղավ եւ կոչ եղավ առհասարակ բժիշկներին, մանկաբույժներին, այն է եւ կարծում այսօր տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում, եթե դու ձեռքդ չես պահում քո ոլորտի, քո գիտության, քո ասպարեզի զարգերակի վրա, կարճ ժամանակ հետո դու կամ այլևս ոչ մեկի պետք չես, կամ դու քո տեղում չես։ Այսինքն դու այլևս արդյունավետ չես։ Թող սա նաև կոչ լինի բոլոր մասնագետներին, այո, սկսած նրանից, որ օտար լեզուների իմացությունը Տեր Աստված, ինչ ծնվել ենք դա ենք լսում, բայց շարունակում ենք կրկնել։ Հատկապես այս ոլորտում, երբ որ քիչ է թարգմանվածը, եւ ինչքան կարեւոր է այո ունենալ այդ ներքին մղումը, իմանալ ավելին, հարցնել ավելին, ճանաչել ավելին եւ ըստ այդմ նաեւ բարձրացնել, հա, քո մասնագիտական որակները եւ այնուամենայնիվ միտքը հանգիստ չի թողնում այն, որ ծնող լինելն էլ ինչ որ իմաստով եւ աշխատանքը եւ մասնագիտությունը եւ այստեղ էլ պետք են գիտելիքներ, այստեղ էլ պետք է դու օրական ամեն օր մի քիչ ավելացնես քո իմացությունը, լսես քո ներքին ձայնը եւ այո, եթե դու հակված ես իմանալ ավելին, գտնել ինֆորմացիա, դու անպայման դա անելու ես եւ դրանից բացառապես շահելու են քո երեխաները եւ նույնիսկ գուցե քո հարազատների երեխաները, որովհետեւ դու կկարողանաս ինչ-որ խնդիրներ նկատել եւ բռնել մի ուրիշ ծնողի ձեռք եւ ասես, գիտես, քո փոխարեն ես ես ինչ բանը կանեի, մի հատ մտածի դրա մասին։ Շատ շնորհակալ եմ մեր քննարկման համար, անչափահաճելի էր ու ես հասկանում եմ անverջ։ Ես իմ գրած հարցերի մեծ մասը չեմ տվել, դա ինձ հուշում է, որ մեզ պետք է երկրորդ հատոր։ Այո, հանդիպման մեր զրույցի։ Երևի երկրորդ մասով կարող ենք ավելի մանրամասն զարգացման որոշակի խնդիրների, խանգարումների մասին խոսել։ Խոստացել եք ուղիղ եթերում, կհանդիպենք որոշ ժամանակ անց ուրեմն, ես ուզում եմ մեր հետևորդներին տեղեկացնել, որ մեր զրույցի տպագիր տարբերակը ընդամենը մի քանի օրից կգտնեք babysafe.am կայքում, իթիվս բազմաթիվ այլ խիստ կարևոր, խիստ օգտակար հոդվածների, հարցազրույցների, տեստերի, նյութերի, որոնք պարզապես հիանալի, այսպես ասեմ, պաշար են բոլոր այն ծնողների համար, ովքեր ունեն անհանգստացնող հարցեր, պատասխանները կարող են գտնել babysafe-ում եւ պարզապես նաեւ այն ծնողների համար, ովքեր միշտ ուզում են իմանալ մի փոքր ավելին իրենց երեխայի կյանքի, առողջության եւ զարգացման մասին։ Իդեպ զարգացման մասով այնտեղ նաեւ հիանալի խաղեր կան, որպես առաջարկ ծնողներին, որ կարող եք խաղալ ձեր երեխաների հետ, զբաղվել ձեր երեխաների հետ, միմիայն եւ հաճույք կստանաք եւ լավ ժամանակ անցկացնեք ու նաեւ բուստ կանեք, ինչպես ասում են սոցցանցերում, հա, ձեր երեխաների այսպես իմացական եւ վարքային տարբեր դրսեւորումներ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Մոտ ապագայում դարձյալ կհանդիպենք, իսկ ես գնամ եւ անջատեմ այս լայֆի կոճակը։ Շնորհակալ եմ։